Հայաստանյան ծառայական Սուրբ եկեղեցու դեմ շատ ավելի հզոր ուժեր են պայքարել, փորձել ոչնչացնել, սրանցից առաջ դա անում էին բոլշևիկները, որոնք նույնիսկ խեղդամահարեցին կաթողիկոսին իր ննջարանում, սա հայտնի փաստ է, դրանից առաջ եկեղեցու դեմ պատերազմ էր հայտարարել ցարական Ռուսաստանը, երբ որ նա կազմում էր, դրանից առաջ եկեղեցու դեմ պատերազմ էին հայտարարել Օսմանյան կայսրությունը եւ Սեֆիդական Պարսկաստանը, նրանք ամեն կերպ ցանկանում են վերահսկել եւ իրենց մարտիկ ունենալ, դրանից առաջ եկեղեցու դեմ պատերազմ էին հայտարարել տարբեր բողոքական եւ հակակրոնական շարժումներ, Պավլիկյաններ, Թոնդրակյաններ, դրանից առաջ եկեղեցու դեմ պատերազմ էր հայտարարել Քաղկեդոն Բյուզանդյան եւ այլն, այսինքն սա նոր երևույթ չէ։ Այս ժողովրդի ինքնության կարևորագույն հենարանի ոչնչացումը, սա պարբերաբար դրսի եւ ներսի տարբեր ուժերի կողմից կատարվել է։